Գյումրին տարիներ շարունակ մնում է Հայաստանի ամենափոշոտ քաղաքներից մեկը։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի պարբերաբար թարմացվող տվյալներով քաղաքի օդում փոշու պարունակությունը հաճախ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Օդի աղտոտվածության խնդրին զուգահեռ քաղաքի վրա շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև տարիներ շարունակ ծխացող չարիքը քաղաքային աղբավայրը։ Թեև խնդրի լուծման մասին խոսվում է վաղուց, վերջնական հանգուցալուծման ժամկետները հասնում են մինչև 2031 թվական և մինչ օրս հստակ չէ, թե ինչ լուծում կստանա այս բնապահպանական լուրջ մարտահրավերը։ Այս ամենի ֆոնին քաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկում բուլվարային թաղամասում էկոլոգիական խնդիրներին փորձում են հակազդել բնության միջոցով։ Ավելի կոնկրետ ստեղծվում է Դելտա էկոպարկը, որը փաստորեն կանաչ գոտի ստեղծելու ուղիով է գնում։ Դելտա էկո այգու կամ էկոպարկի հիմնական գաղափարախոսություններից մեկը բուլվարային թաղամասից մինչև Մուշ տանող թաղամաս ունենալ մոտավորապես 20 հեկտարից ավել այգի, որի ներկա պահին մենք 1.5 հեկտարը արդեն իսկ գործարկման պրոցեսում է, ունենք տեղադրված արդեն տնկված արդեն 1000-ից ավել մշտադալար սոճիներ։ Նախագծի շրջանակում Մուշի խճուղու հատվածում նախատեսվում է ձևավորել շուրջ 20 հեկտար կանաչ գոտի։ Ներկապային արդեն գործարկման փուլում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այգին ունենալու է կաթիլային ոռոգման համակարգ, հեծանվաուղի, վազքուղի, ճեմուղիներ, ինչպես նաև բնակիչների հանգստի համար նախատեսված տարածքներ։ Այս ամեն ինչի նպատակը տվյալ տարածքում բնակիչների համար ստեղծել միջավայր, որոնք որ կարողանան իրենց հանգիստը վայելել ու պարտադրանք չլինի իրենց համար գալ հասնել կենտրոնական հրապարակ կամ կենտրոնական հատվածներ, որ ունենան իրենց սեփական այգին։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, նման նախագծերը կարող են ոչ միայն բարելավել քաղաքի միջավայրը, այլ նաև օգնել օդի աղտոտվածության դեմ պայքարում։ Էկոպարկով այն խնդիրը, որը որ ուզում ենք լուծել, դա տվյալ տարածաշրջանում ունեցած փոշու ու աղտոտվածության խնդիրն է, որի միջոցով, երբ որ մենք արդեն ծառատունքը կկատարենք, ավտոմատ նմանատիպ խնդիրներից զերծ կմնանք։ Մտահոգիչ են Գյումրու էկոլոգիական վիճակագրությունները։ Այդ պայմաններում Դելտա տելեկոմի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես իրավիճակին հակազդելու և քաղաքային միջավայրը գոնե մասամբ բարելավելու քայլ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի աջակից և նույն դաշինքի սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Ախու բանը մոդտա, չէ, բակալի թողպերի սակրկած անգելա։ դու բանկ բանեսկյոտ շտին կթող։ Մի բանկ է Ընտրեկն եկա նախվեր։ Հետո Այդ ինչ կա այստեղի նախվեր։ հետո ինչ է։ Սա նորմալ է։ Կամ կասի։ Էրո, դե շատ կթողած։ Էլում է տենան։ Բաչաղան ով ունենք։ Բաչաղան արամական տենակում ենք շուտալ, էլի։ Բաչոին, գեղապետին, համարը կա հենդ է։ Դե գևորքին կասում կտա այդ համարը։ Դա եթե չէ, բանը կրգեք նորայի նաստրը։ ասում կա։ Դե գուզեր նաստրապան անը։ Եղուն կտամեն ավացում, 15 բերի։ Լավ, հիգեք ծերս կտի, դա, Չա։ Ինչ կարախտեր։ Ազիս ես ընտրությունների մարի աստ։ Հենա դե բան ենք էլ ախտերով կուրսի։ Վերեմ քեզ։ Մենք ախտեր ենք 3 դեղվեր չի, բայց դե ասի չեմ էլ կարա զանգեմ ծեն հանեմ։ Ինչ է։ Որ գրեխ իրարը շատ գոնեմ։ Այդ մոմենտի որ կշտի շատ չէի անի։ Միամիտ ասեց արտուլան վախնասի առեց մի բանը։ Չէ հա,
Էլպանը դոշկա, ցավը տանեմ, դե ցավը։ Դու որ քո համար կայնացած է բանների ոչ։ Սազաճան։ Մացոջանել նրա չեմ անկապի ներվային են նորանա ինչ ասում ես չի հասկանում։ Ես մենակ իրան ասի, վլաստը որ փոխվի ես քո հետ վաղ կխոսամ։ Հլա տենամ հմիում տա հիսնեսանը։ Սիրելի արա որ թաուր մարդեն։ Չէ, բրախեցի մաշան ներվային են գազի։ Պանա բուդուշի քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալն է։ Հա, այդ արդեն դիր աշտա պատրոնին էլ պանեմանը։ Տամե։ Հա, պանա։ Մե ոնց որ գիտես ոնց մինեն տինա փախչեմ չեմ դոգը մեզ լակոտի։ Ասի հանկարծ պատրոն մացոյի ասածը դու գիտես որ մացունա։ Աչե Խարեբ ջան մացոյի ասածը մացուն որ ասեց всё ենա։ Դու գիտես մացոյի ասած իսմարտ բանա միշտ ամեն օր հիշեցնում եմ թուրի։ Ասում եմ այն որ բաները ալը մացունա կայնեմ ոչ թե ուրիշնա կայնեմ քո կշտին։ Հա ախպեր ջան հա միշտ հիշեցնում եմ։ Ռուբոնել ասմով մացոյին կասի հա ու չին դիրա մերուկնի Արուբո շատապիսը Լավ ան։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ բարութային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն եւ ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում, հիշեցնելով, որ ընտրակաշարք տալու եւ ստանալու համար նախատեսված 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից, ապահովելով քաղաքացիների ազատ կամ արտահայտման իրավունքը, ասվում է հաղորդագրությունում։ Պեկինի ժողովրդական ժողովների տան հրապարակում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական դիմավորման արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ։ Համագործակցությունն օգուտ է բերում, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ, ասել է Չինաստանի ղեկավարը հանդիպման սկզբում։ Նրա խոսքով երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները եւ այս տարին պետք է պատմական լինի երկրների հարաբերությունների համար։ Սի Ցինփինը նաև զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Չինաստանի նախագահը նաև նշել է Թայվանի նեղուցում խաղաղության անհնարինությունը Թայպեյի անկախության դեպքում։ Թայվանի խնդիրը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ամենակարևոր հարցն է եւ դրա հետ կապված գրագետ մոտեցումը կերաշխավորի երկու երկրների միջև կայունությունը, հայտարարել է Սին։ Եթե այս հարցը արդյունավետորեն չլուծվի, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև կառաջանան հակամարտություններ, որոնք կհանգեցնեն երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման եւ երկու երկրներին էլ վտանգավոր դրության մեջ կդնեն, զգուշացրել է նա։ Թրամփը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը ընդունելության համար։ Մեզ մոտ ամեն ինչ ստացվել է։ Երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի ձեզ, դուք զանգահարում էիք ինձ։ Երբ մենք խնդիր էինք ունենում, շատ արագ լուծում էինք այն։ Մենք միասին հիանալի ապագա ունենք։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ, ասել է Թրամփը։ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ բիզնես վարել փոխադարձ հիմունքներով։ Ինձ հետ բերել եմ աշխարհի առաջատար ձեռնարկատերերին համագործակցության հեռանկարները քննարկելու համար, ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել է այդ երկրի նախագահի հետ։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի հանդիպումը նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանգեցրել է պատմական առաջընթացի։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այցի մասին տեղեկությունները լիովին անհիմն են։ Գերատեսչությունը հերքել է Նեթանյահուի կամ որևէ այլ իսրայելական ռազմական պատվիրակության ենթադրյալ այցի մասին տեղեկությունները, ընդգծելով. Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են եւ իրականացվում են հայտնի եւ պաշտոնապես հռչակված Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում, այլ ոչ թե ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական համաձայնագրերի հիման վրա։ Reuters-ը հղում անելով աղբյուրին հայտնել է, որ Նեթանյահուի եւ Էմիրությունների նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Օմանի հետ սահմանին գտնվող օազիսային քաղաք Ալ-Այնում եւ տևել է մի քանի ժամ։
Գիշերը Կիևում 8 ժամ շարունակ գործել է տագնապի ազդանշանը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական 657 ԱԹՍ-ից խոցել են 652-ը, 56 հրթիռից 41-ը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ուժերն ավելի քան 1560 անօդաչու թռչող սարք են արձակել ուկրաինական քաղաքների եւ բնակավայրերի ուղղությամբ, գիշերային հարվածի գլխավոր թիրախը եղել է մայրաքաղաքը։ Կիևում թիրախավորվել է ավելի քան 20 շինություն, այդ թվում բնակելի շենքեր, դպրոց, անասնաբուժական կլինիկա եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Պաշտոնական տվյալով Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, եւս 32-ը տուժել է, այդ թվում երեխա։ Փլատակներում գտնվող մարդկանց որոնումները շարունակվում են։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիևում ջրամատակարարման ընդհատումներ են գրանցվել։ Դավիթ Մուրադյան Մերին Շինուհայրի բազմազավակ մայրերից է։ Արցախի պետական համալսարանի լրագրության բաժինն ավարտելուց հետո փորձ է ձեռք բերել եւ թերթում եւ հեռուստատեսությունում։ Այժմ նրա առօրյան բոլորովին այլ է։ 4 երեխաների խնամքը աշխատանքի հետ համատեղելու միակ տարբերակը ջերմոցային տնտեսությամբ զբաղվելն է։ Երբ տեղափոխվել եմ այստեղ, զբաղվել եմ երեխաների խնամքով, արդեն ընտանիք, հոգսեր եւ համատեղ չեմ կարողացել զբաղվել լրագրությամբ, քանի որ գյուղում դժվար էր այդ մասնագիտությամբ ինչ-որ աշխատանք գտնել։ Շատ կուզենայի աշխատել նաեւ հեռավար տարբերակով, ավելի հարմար կլինի։ Մեր հաջորդ հերոսը Գոհարն է, մասնագիտությամբ դիզայներ է, բայց ոլորտում աշխատանքային փորձը մեծ չէ։ Վերջերս սկսել է հետաքրքրվել ժամանակակից եւ նորաձև համարվող բլոգինգով։ Միշտ սեր ունեցել եմ, ռիլեր նկարեմ, անընդհատ վիդեոներ եմ անում, որ խորացել եմ բլոգերության մեջ, սկսել մի 1 տարի կլինի արդեն։ Զբաղվում եմ նաեւ երեխաների դասիրակությամբ։ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում 20-ից 44 տարեկան գործազուրկ կանանց թիվը կազմում է 785։ Աշխատատեղեր կա, բայց չի ասի, որ շատ էլի։ Ներկա պահին պլանավորում եմ արհեստ սովորում եմ ինչ-որ դիմահարդարման այդ ոլորտում, բայց ցանկալի կլիներ իմ մասնագիտությամբ աշխատել, քանի որ տարիներ եմ ներդրել։ Կարելի է փոքր միկրոբիզնեսներ դրած, ոչ մի խնդիր չկա։ Գործարանների եւ այդպիսի օբյեկտների կարիք կա։ Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի հաղորդմամբ գործազուրկի կարգավիճակ ունեցող կանանց մեծ մասն ունի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն։ Միևնույն ժամանակ արկաթափուր աշխատատեղերի զգալի պահանջարկը սպասարկման ոլորտում է։ Ցանկացած գործազուրկ առաջին հերթին հետաքրքրված է աշխատավարձի չափով։ Առաջի հարցը, որ իրենք տալիս են, հենց դա է, եւ սպասարկման ոլորտում թափուր աշխատատեղերի աշխատավարձը այնքան էլ մրցունակ չէ, եւ հիմնականում նվազագույն աշխատավարձ կամ նվազագույնից փոքր-ինչ ավել աշխատավարձ է սահմանվում գործատուների կողմից։ Խոցելի իրավիճակում գտնվող 19-ից 40 տարեկան 500 կանանց եւ աղջիկների մասնագիտական հմտությունները զարգացնելու եւ նրանց հաջող մուտքը աշխատաշուկա ապահովելու նպատակով իրականացվում է ցածկ նախաձեռնությունը Արաբական ծոցի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ Իննոբիզ հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Սա կանանց համար առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր է։ Մենք աշխատում ենք կանանց հետ հասկանալու իրենց ուժեղ կողմերը, տրամադրում ենք պահանջած մասնագիտական վերապատրաստումը, ապահովում ենք անհատական մենթորություն եւ ամենակարևորն է, որ նշեցի արդեն, ստեղծում ենք այդ ուղիղ կապը գործատուների հետ եւ ստացվում է, որ սա պարզապես դասընթացների շարք չէ, այլ process է, որի սկզբից մինչեւ վերջ մենք այդ կանանց կողքին ենք, թե մենթորության տեսքով, թե դասընթացների, թե հետագա արդեն կապի։ Ծրագիրն իրականացվում է Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում։ Շահառուները կանայք են, ովքեր այս պահին զբաղվածություն կամ մասնագիտական աշխատանք չունեն, Արցախից տեղահանված են, բազմազավակ, հաշմանդամ կամ ընտանիքի միակ խնամակալ։ Մենք մեր դիմորդներին չենք ֆիլտրում, յուրաքանչյուր կին, ով դիմել է ծրագրին, անկախ նրանից, ինչ կրթություն ունի, ինչ փորձ ունի, ինչ որտեղ է ուզում աշխատել կամ որտեղ է մտադրվում աշխատել, որևիցե կին դուրս չի մնում ծրագրից, բոլորին ներգրավում ենք, բոլորին տալիս ենք հավասար հնարավորություններ։ Դասընթացն իրականացվում է առցանց ձևաչափով, ինչը հարմար է բոլոր մասնակիցներին։ Ոլորտի ընտրությունից մինչև սեփական վախերի հաղթահարում։ Կանայք զինվում են մնայուն գիտելիքներով։
Ինչպես աշխատանք գտնել, ինչպես կազմել կենսագրականը, ինչպես ավելի պատրաստված լինել գործատուների հետ աշխատել։ Ինձ ցածկ ծրագիրը դա է տվել, որ լինեմ ուժեղ կին։ Կազմակերպիչների խոսքով միայն կանանց աշխատանքի վերադարձին աջակցելը բավարար չէ։ Կարևոր է հմտություններ ու ինքնավստահություն փոխանցելուց զատ ձևավորել աշխատաշուկա, որը պատրաստ կլինի ընդունել ընտանեկան հոգսերով ծանրաբեռնված կնոջը։ Եթե կնոջը տրվում են համապատասխան օգնություն, աջակցող միջավայր, նա կարող է հասնել այն ամենին, ինչի մասին երազում է։ Երբ նրանք լինում են ինքնավստահ, հմուտ, նոր գիտելիքներով զինված եւ կարիք չեն ունենում ընտրել այդ ընտրության առջև կանգնել ընտանիք թե աշխատանք, ապա նրանք ավելի վստահ են իրենց ապագայի մեջ։ Եթե դու եւս ցանկանում ես զարգացնել քո հմտություններն ու գտնել համապատասխան աշխատանք, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։ Հայտերը դեռ բաց են։ Դիմիր ու ցածկ կատարիր դեպի աշխատաշուկա։ Ծրագրին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կին կարող է դիմել մեզ inobis.academy թղմամբ կամ տեսնում եք ձեր էկրաններին QR կոդը, որով կարող եք հենց հիմա գրանցվել, եւ իհարկե կարող եք գտնել ողջ ինֆորմացիան մեր սոցիալական մեդիայի էջում, որը եւս կարող եք տեսնել ձեր էկրաններին։ Խնդրում եմ, մի հապաղեք, դիմեք եւ մենք ձեզ հետ անպայման կապ կհաստատենք եւ կանցնենք այս ճանապարհը միասին։ Աննա Մելքումյան, Արթուր Հայրապետյան։ Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգումը։ Եվս մեկ շաբաթ եւ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն։ Փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ 435 միլիոն դրամ արժեցող ծրագիրը համամասնորեն ֆինանսավորվում է պետական եւ համայնքի բյուջեներից։ Ծրագրում ներառված են նաեւ փողոցի վրա գտնվող 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգումը։ Շատ ահավոր քարքրայի մեջ ենք ապրել, ճիշտն ասած, փոշու, կեղտի Ազիզյան, իսկ հիմա շատ լավ երանի ենք տալիս արդեն այս օրերին, որ լույսը բացվի դուրս գան քայլելու, շատ հաճելի է մեր համար։ Ոզակը դրա երեխեքն ունում են լավ էցանի են քշում, ես էլ տոքսի եմ քշում, հարեջ շոտ էր թոզը, լատոգները շատ էր, բայց մկա դուրան էթում են գալում են։ Կատարվել է հիմնանորոգման աշխատանքներ, գրունտի մաքրում, հեռացում 17 սանտիմետր աստիճան, խճային հիմքի տեղադրում բիտումով ներծծումով եւ ասֆալտապատով 5 սանտիմետր աստիճան։ Փողոցի հիմնանորոգումը մեկնարկել էր դեռևս նախորդ տարի։ Շուրջ 1400 գծամետր երկարությամբ փողոցի 800 գծամետր հատվածն ասֆալտապատվել էր, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները հետաձգեցին հիմնանորոգման ավարտը։ Այս տարի աշխատանքները վերսկսվեցին մեծ թափով։ Ասֆալտապատում է կատարվել 16400 քառակուսի մետր հատվածում, 4400 քառակուսի մետր էլ կազմում է կառուցված մայթերի մակերեսը։ Տեղադրվել են բազալտե եզրաքարեր եւ բետոնե սալիկներ։ Կառուցվել է նաև ներքին ջրահեռացման համակարգ։ Կատարվել է ներքին ջրահեռացման աշխատանքներ, տեղադրվել են անձրևանթունիչներ եւ պոլիէթիլենային խողովակներ, որի միջոցով կատարվում է ամբողջ ճանապարհի ջրահեռացումը։ Կառուցվել է նաև ճանապարհի վրա գտնվող հեղեղատարի կամուրջը, ամրացվել են հենարանները, փոխվել են ծածկի սալիկները։ Փողոցում ապրողները եւ ընդհանրապես այս փողոցով երթևեկողները նախկին վիճակի մասին հիշել չեն էլ ուզում։ Հիմնանորոգումից նրանք ուրախ են եւ ոգևորված։ Առաջ կոշիկներից հերոպե մեկ պետք է սրբենք, մի առավոտ մի հատ սրբում ենք, մեկ էլ ինեքսի առավոտ ենք սրբում։ 40 տարի է համարյա մենք ստեղ բնակարան ունենք, այսպիսի բան չենք տեսել, շատ շնորհակալություն նախաձեռնողներից, որ կարող ենք սրանից հետո երեխան նորմալ գնա դպրոց, մենք այլենք, նորմալ փողոցներով տաքս են կանչում, ասում են, այդ ինչ վիճակա ձեր փողոցները, մենք չենք կարող բարձրանալ այդտեղ։ Շատ շնորհակալություն բոլոր նախաձեռնողներից, որ այսպիսի աշխատանք են անում։ Միքայելյան փողոցում կատարվելու են նաև գծանշման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ, որից հետո փողոցը կհանձնվի շահագործման։ Ալարտ Մանուկյան։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրության գործունեություն ծավալելու դեպքերը,
Նշենք, որ միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ։ Միջոցառումների արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ 2 տնտեսվարող սուբյեկտ առանց համապատասխան լիցենզիայի զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքի գործունեությամբ։ Նշված դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են Պեկ իրավաբանական վարչություն, վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Մյուս բացահայտման ժամանակ պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ առանց պետական գրանցման զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել են նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կազմվել են արձանագրություններ եւ ուղարկվել են Կոմիտեի իրավաբանական վարչություն ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար։ Ընդ որում այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության 1 դեպք։ Այս առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ 7 հարկ վճարողի նկատմամբ էլ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ, հայտարարագրելով նախկինում թերհայտարարագրված շրջանառությունները։ Հարկ է նշել, որ բոլոր բացահայտումների առնչությամբ կրիպտոակտիվների առք ու վաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տեղեկատվությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ հետագա ընթացքը լուծելու նպատակով։ Ոլորտում օրինականության ապահովման նպատակով պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ։ Եվ ըստ այդմ կոմիտեն հորդորում է կրիպտոակտիվի առուվաճառքով զբաղվող կամ այս ոլորտում ծառայություններ մատուցող անձանց կրիպտոակտիվների մասին, լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների եւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խստագույնս պահպանել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձին Քարագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են եւ հաղորդումը ներկայացվել է քննչական կոմիտե։ Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան, այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում է նաև GSM fraud կամ SIM boxing։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ, օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ եւ voice over IP հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգերի։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում եւ արհեստական րոպեների գեներացում ստվերային եկամուտների ապահովման համար։ Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաեւ հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը, օգտագործելով արհեստական բանականություն եւ ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին եւ իրականացնել ֆինանսական միջոցների հափշտակություն։ Թվային հետքերը վերացնելու եւ բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոառույթի։ Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։
Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը ժամը 17-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 3 տղամարդկանց միջև Գյուլաքարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։ Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 եւ 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տղամարդիկ հայտնաբերվել եւ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։